Աղմկահարույց ձեռք բերում Սիսիանի համայնքապետարանում։ Բարև ընկերներ։ Արդեն զարմանալի չէ ՔՊԱ-ականների ճոխ գնումները եւ թալանը, բայց հիմա ինչ կներկայացնեմ ուղղակի մարդկային տրամաբանությունից անդին է։ Ընկերներ, խնդրում եմ տեսանյութով կիսվել, որպեսզի սյունեցիները հարց ուղղեն իրենց քաղաք այցելող Նիկոլ Փաշինյանին։ Երևի քչերդ գիտեք այս երիտասարդին։ Ուրեմն սա Հովսեփ Առաքելյանն է, Սիսիանի համայնքապետը, ով ընտրվել է 2024 թվականին։ 36-ամյա պատանու հայացքով նախկին երիտասարդը իր կոկիկ տեսքով կարող է գրավել շատերի ուշադրությունը, սակայն իմ ուշադրությունը գրավել է նրա ոչ թե արտաքինը, այլ ագահությունը։ Նախ փոքրիկ էքսկուրսիա կատարենք նրա ունեցվածքի հետ կապված, որտեղ արտառոց բան գրեթե չկա, սովորական ՔՊԱ-ականի ունեցվածքի նման, բնակարան Երևանում, ավտոմեքենա, մի քանի միլիոն դրամական միջոցներ։ Սա իհարկե միայն պաշտոնական տեղեկատվությունը։ Ընկերներ, եթե նկատել եք, ես միշտ կասկածի տակ եմ դնում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության իրական լինելու հանգամանքը։ Ինչու՞։ Որովհետև անցած 8 տարիների ընթացքում ոչ միայն նախկին ռեժիմների թալանչիները չեն ձերբակալվել, այլ հակառակը իրենց բիզնեսները ծաղկել են։ Խոսքերիս մեջ հերթական անգամ կհամոզվեք այս տեսանյութով։ Ընկերներ, երևի կհիշեք այս տիկնոջը։ Սա նախկին հանրապետական падգամավոր Հերմինե Նաղդալյանն է, ում ընտանիքը ունի հսկայական բիզնեսներ։ Իշխանափոխությունից հետո էլ այս տիկնոջ ընտանիքին պատկանող ընկերությունները գրեթե միշտ հաղթում են հսկայական տենդերներ։ Ընկերություններից մեկը կոչվում է Բեգնիկ, որը գրանցված է Սյունիքի մարզում, ավելի կոնկրետ Սիսիանի Գետափնյա փողոցում։ Ընկերության 100% բաժնետեր է հանդիսանում Հերմինե Նաղդալյանի որդին Միքայել Դավթի Բեգլարյանը։ Միքայելը ընդամենը 29 տարեկան երիտասարդ տղա է, սակայն Նիկոլի իշխանության արդյունքում դոլարային միլիոնատեր է դարձել։ Հիմա կասեք մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Բացատրեմ։ Այսպես 2026 թվականի հունվարի 29-ին Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը պայմանագիր է կնքում վերոնշյալ ընկերության հետ վերամբարձիչ տրակտորի եւ գործիքների ձեռքբերման համար։ Պայմանագրի արժեքն է 2 միլիարդ 417 միլիոն 999 հազար 681 դրամ, կամ շուրջ 6.5 միլիոն դոլար։ Փաստաթուղթը տեղադրում եմ իմ տելեգրամյան ալիքում։ Իդեպ, նման տեխնիկայի շուկայական գինը տատանվում է 22,000-ից մինչև 32,000 դոլարի սահմաններում։ Բարեկամներ, որ տեսնեք Սիսիանի համայնքապետին, խնդրում եմ հարցրեք, արդյոք Գևորգ Պապոյանն է եղել նրա մաթեմատիկայի ուսուցիչը։ Իսկ Սյունիք այցելող Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ հարցրեք, Ավինյան Տիգրանի ասած նախկինները ձեր հետ ինչ կապեր ունեն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, շնորհակալ եմ վստահության համար, հարգանքներով, ձեր Հայը։